Իսրայելի կողմից Իրանին հասցված ավիահարվածներից հետո տարածաշրջանում ստեղծված լարվածության պայմաններում չեղարկվել է և հետաձգվել են դեպի Իսրայել, Իրան և Միացյալ Արաբական Էմիրություններ չվերթները։ Զվարթնոց օդանավակայանի պաշտոնական կայքից Արմլուրը տեղեկանում է, որ չեղարկվել են Fly One ավիաընկերության Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ, Fly Dubai Dubai-Երևան-Դուբայ և Wizz Air ընկերության Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի չվերթները։ Armenia Airways-ի Թեհրան-Երևան-Թեհրան չվերթը հետաձգվել է։ Այս խառնաշփոթի պատճառն այն է, որ լուսադեմին Իսրայելը հարձակվել է Իրանի վրա։ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարեցին Ամ կամ Լավի ժողովուրդ ինչպես առյուծ գործողության մեկնարկի մասին, որը նպատակ ունի թիրախավորել Իրանում ռեժիմի միջուկային ծրագիրը և հեռահար հրթիռների հարձակման հնարավորությունները։ Ըստ թուրքագետների և միջազգայնագետների կան մի քանի հստակ վարկածներ, թե ինչու է սկսվել այս հակամարտությունը։ Ըստ տեղական ԶԼՄ-ների առաջին հարվածները հասցվել են Իսրայելի Ռոուի բազմաթիվ ինքնաթիռներ, Իրանի տարբեր մասերում գտնվող մի քանի տասնյակ ռազմական թիրախների, ստորգետնյա ենթակառուցվածքների, հրամանատարական կենտրոնների, ռազմական օբյեկտների և այլ ուղղությունների վրա։ Ըստ իսրայելական կողմի 3 հիմնական գործոններն են պատճառ դարձել ռազմական օպերացիայի իրականացման համար։ Առաջին գործոնն այն է, որ Իրանն արագորեն մոտենում է միջուկային զենքի ստեղծմանը։ Այն արդեն ունի բավարար հարստացված ուրան 15 միջուկային ռումբերի համար և իրանցի գիտնականներն արդեն աշխատում են բաղադրիչների հավաքման վրա։ Ըստ հրեական կողմի իրանական միջուկային նախագիծը գտնվում է այնպիսի փուլում, որ իրեն ստիպել է չհապաղել և չուշացնել արձագանքը։ Հաջորդ պատճառն Իրանի բալիստիկ հրթիռների քանակներն են, որոնց թիվը կրկնապատկելու կամ եռապատկելու ծրագիր կա հաջորդ տարվա ընթացքում։ Ըստ իսրայելական կողմի իրենց համար դա ինքնին գոյության սպառնալիք է, նույնիսկ եթե հաշվի չառնեն միջուկային ծրագիրը։ Եվ երրորդ պատճառը զենքի և զինամթերքի ակտիվ փոխանցումն է տարածաշրջանում գտնվող պրոքսի ուժերին։ Թուրքագետ Վարուժան Գեղամյանն էլ գրում է. Եթե այս հարվածները շարունակվեն և վերաճեն լիարժեք պատերազմի, ապա Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը։ Այդ հարցում գործի է անցնելու Իսրայելի փաստացի դաշնակից հանդիսացող Ադրբեջանը, որին վերջին ամիսներին Իսրայելը բառացիորեն լցոնել է զենք-զինամթերքով։ Ստացվում է հակամարտության պատճառը զենքն է։ Գեղամյանը գրում է. հատկապես որ Թուրքիայի զինված ուժերն էլ զորավարժությունների անվան տակ այս պահին ու առնվազն մինչև հունիսի վերջ Նախիջևանում են լինելու, այդպիսով ապահովելով Սյունիքի արևմտյան կողմի վրա ճնշումը։ Սա դեպքերի ու իրադարձությունների զարգացման ամենահավանական սցենարներից է։ Պատկերավոր ասած, Հայաստանը նստած է վառոդի տակառի վրա, իսկ վառոդի հոտը թաքցվում է մեր հանրության կողմից և դրա փոխարեն ամեն օր ցանում են էժանագին օծանելիք ու թուլացնում ազգային ինստիտուտները։